Արաբկիրի Վաղարշյան փողոցում են միմյանց կրակում, մեկ այլ քաղաքացի էլ կրակողին վրաերթի է ենթարկում։ Առեղծվածային ու ողբերգական մեկ այլ դեպք էլ նոր-նորքում է եղել։ Շամշյանի փոխանցմամբ հյուրանոցային համալիրում տղամարդու դի են գտել, ձեռքերը, ոտքերը եւ բերանը կպչուն ժապավենով կապված։ Այս շաբաթ նորությունների ժապավենը գրեթե նույն բովանդակությամբ էր՝ սպանություն, ծեծկռտուք, մահ։ Հասցեները, մարդիկ, շարժառիթները տարբեր էին, բովանդակությունը նույնը։ Իրավապահ համակարգը զբաղված է այլ խնդիրներ լուծելով եւ հետաբար նույն բակային մակարդակում կարող է ամեն ինչ տեղի ունենալ։ Մի քանի օրում արձանագրված մի շարք հանցագործությունները, մահերի, սպանությունների մասին լուրերը հանցավորության կտրուկ աճի մասին չեն միայն։ Յուրաքանչյուր նման դեպք մեծացնում է հասարակության անապահովության զգացողությունը, հատկապես երբ ողբերգական լուրերը հաջորդում են մեկը մյուսին, նշում է վարքային հոգեբանը։ Հասարակությունը հայտնվում է տագնապների եւ իշխանության համար կառավարելի վիճակում, հավելում է փաստաբանը։ Կառավարելի քաոսը շատ լավ գործիք է միշտ իշխանությունների ձեռքին երկիրը իրենց ցանկացած ուղով տանելու։ Կառավարելի քաոսի տարեր 20 թվականից ի վեր Հայաստանում մենք ականատես ենք լինում, բայց այստեղ նաև երբեմն թերացման պատճառ է, ճիշտ է, մթնոլորտը ձեռնտու է, վախի մթնոլորտ է, լարվածության մթնոլորտ է, բայց ոչ միշտ, որովհետև երբեմն սա կարող է սահմաններից դուրս գալ։ Կարծում եմ շատ ավելի դեպքերում սա թերացման հետևանք է եւ ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք է։ Դավիթ Հայրապետյանի խոսքով երկրի ներքին անվտանգության անկայուն վիճակը նպատակաուղղված որոշակի գործունեություն է, որպեսզի մարդիկ լինեն լարված, մտազբաղ, անհանդուրժող։ Ելնելով անվտանգային հարցերից, ներքին անվտանգային հարցերից, այո, եղել են եւ իմ որոշումը ես երկար ժամանակ փորձել եմ ինչ-որ բաներ փոխել, ինչ-որ բաներ բացատրել, ցույց տալ, համոզել, հասկանալով որ չի ստացվում, որոշել եմ պարզապես գնալ ինչ-որ ժամանակով, մինչև հասկանալ ինչ կարող է լինել։ Ես չեմ գտնում, որ դա ճիշտ որոշում է, դա ճիշտ ռազմավարություն է, բայց դա այդպես է։ Ողբերգական դեպքերի մասին չդադարող լուրերը, ներքին անկայունությունը քաղաքացուն զրկում է անգամ իր կյանքը ինչ-որ չափով պլանավորելու հնարավորությունից։ Առաջ ես կարող եմ կյանքը պլանավորել առաջիկա 5 տարիների համար, ու ինչ անճամարտի գիտեմ, որ ասենք, չգիտեմ, առաջիկա մի տարում պլանավորումը առնվազն կա։ Հիմա ես 1 ամսից այն կողմ չեմ կարողանում գնալ։ Եվ հենց դա է պատճառը, որ երկարատև պլանավորման հնարավորության բացակայությունը բերում է նաև հոգեկան անկայունության։ Դու չես կարողանում ձեր ոտքի տակ հող գտնել։ Իրավապահ համակարգն ունի հստակ գործիքակազմ հանցագործությունների դեմ, ունի գործիքակազմ անկայուն վիճակը նվազեցնելու, բայց չի գործածում, նշում է փաստաբանը։ Մեծ թերացում ունի իրավապահ համակարգը, որովհետև շատ հարցերով, շատ դեպքերով իրավապահ համակարգը կարող է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, որը տեղի չի ունենում։ Մի քանի ամիս առաջ, երբ որ Բաքվում հիշում եք այդ հայտնի դեպքը կրակոցներ երկկողմանի եւ զոհեր դեպքեր, որ կարող չափազանց շատ ավելի բացասական հետևանքներ լինել, որովհետև այդ կույր գնդակը չգիտենք ուր կարող էր հայտնվել եւ կարող էին խաղաղ բնակիչներ իրենց բնակարանում նույնիսկ վիրավորվեին։ Այդ դեպքով օրինակ իրավապահ համակարգը մեծ թերացում ուներ, որովհետև դրանից մի քանի օր առաջ այդ նույն խմբերը իրար հետ բախում էին ունեցել եւ եթե օպերբլոկը իր տեղում լիներ, ապա կանխարգելիչ քայլեր պետք է աներ եւ վստահ եմ այդ դեպքը երկրորդ դեպքը չէր լինի։ Երբ սպանությունների, ծեծկռտուքների եւ մահերի մասին լուրերը հաջորդում են մեկը մյուսին, հասարակության անվտանգության զգացողությունը խաթարվում է։ Այդ զգացողության հետևանքները տարբեր են, ինչպես հանցագործության պատճառները։ Բայց զսպողը մեկն է՝ պետությունը, որը ըստ զրուցակիցներիս դիտմամբ ամենաթողությամբ է զբաղվում։ Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։